Տեսնելով հայագործան իշխանությունների ու ձևական ընդդիմության շարունակական կործանարար գործունեությունն ու շատերի անարդյունք ու անիմաստ դատարկ վերլուծություններն ու խոհերի երեկոները, որոնք էապես ոչ մի օգուտ չեն բերում երկրին, Լույսի բանակը վճռեց գնալ մինչև իրական ընդդիմության, իրական հայերի, ճշմարտության, ճշմարիտ պատմության ու Հայաստանի ճշմարիտ տարածքների հաղթանակը։ 2024 թվականի սեպտեմբերի 27-ին տրվեց վերածննդի շարժման մեկնարկը։ Սա Լույսի բանակի ամենագլխավոր, կարևորագույն և վերջնական քայլն է։ Վերածննդի շարժումը հաջողությամբ կպսակվի բացառապես նրան միացող բազմահազարանոց հայերի շնորհիվ։ Եթե այս անգամ էլ հաղթի անտարբերությունը, անմասնակցությունն ու մարդկանց հարմարավետությունը սուտ դիտորդի կարգավիճակում, ապա կհաղթի նաև Նիկոլը իր կեղծ ընդդիմության հետ, կհաղթի Կրեմլը իր հայակործան գործունեությամբ, կհաղթի Թուրքիան ու Ադրբեջանը իրենց հայաստանակործան ծրագրերով և վերջ։ Լույսի բանակը հանձն է արել տանել հայ ազգին ու Հայաստանը դեպի մեծ հաղթանակներ, դեպի արդարության ու պատվի վերականգնում, դեպի աշխարհում մեր տեղն ու դիրքի ամրապնդում, դեպի մեծ հայք ու դեպի ոսկեդար։ Կմիանաք թե ոչ, դա ձեր ընտրությունն ու որոշումն է, որի ամբողջ պատասխանատվությունը ամբողջ կյանքում մնալու է ձեր վրա։ Նենգաբար քննադատել Լույսի բանակին, զրպարտանքներով վարկաբեկել, բախկոտի պես քարկոծել ու հակահային վայել կերպով կեղտ գտնել Լույսի բանակի վրա, թե հասկանալ, որ միակ ելքը հենց մեզ հետ է, աջակցել մեզ ու կանգնել մեր կողքին, դա յուրաքանչյուրիդ մտքի, խառնվածքի ու էության հարցն է։ Լույսի բանակը բաց է ու պարզ հայ ազգի առաջ։ Լույսի բանակը իր ամեն ինչն է նվիրաբերել հանուն հայի ու Հայաստանի։ Գիտակցել այդքանը, հասկանալ ու գնահատել, աջակցել, թե լինել անտարբեր հետևորդ ու անմասնակից դիտորդ, թե լինել նենգ հակահայ ու փորձել խանգարել Լույսի բանակին, որոշում եք դուք։ Բարձրանորնի յուրաքանչյուր էությամբ հային, բարձր սիրով և ճշմարտությամբ։ Լույսի բանակը հանուն հայ ազգի, հայ ազգը հանուն Լույսի բանակի, բոլորս հանուն հայրենիքի։ Լույսի բանակը հանուն հայ ազգի, հայ ազգը հանուն Լույսի բանակը հանուն հայ ազգի, հայ ազգը հանուն Լույսի բանակի։ Այսօր հաստատ է ազգային միասնությունը, միասնական կանգնած է ողջ հայությունը։ Լույսի բանակը հանուն հայ ազգի, հայ ազգը հանուն Լույսի բանակի։ Ողջունում ենք բոլոր ազգանավերների, միասին մերժում ենք հայագործան դերերի։ Լույսի բանակը հետի պես կտավ խնար, բոլորս միասին դեպի հայք, դեպի ոսկեդար։ Բռունցքը վեր, մենք եկել ենք, որ հետ բերենք այն ինչը մերն է։ Բռունցքը վեր, հայ ազգի վերածնունդն է հայետերն է։ Բռունցքը վեր, խավարի աղուսասապ ենք մենք ենք լույսը, միայն մեր ասո ու մեր վրա է հույսը։ Մարդիկներն ենք, գարեգին նշտեհին, մենք հզոր սերունդն ենք Տիգրան մեծին։ Հայ ազգի կողքին ենք հաջաբար, հանուն հայրենիքի Դավիթ բերքաբար։ Աշխարհի բոլոր հայերը ունեն մեկ ուղղություն, դեպի հաղթանակ, դեպի ազատություն։ Մենք ենք լույսը խավարի կիսող տանակ, ողջ ազգով միասնական ենք, մենք ենք մեզ Լույսի բանակ։ Բռունցքը վեր, երբ իշխանների մեր ժողը մենք ենք։ Բռունցքը վեր, ենք հակահայերի ճակատին ուղղված ենք ենք։ Բռունցքը վեր, մենք չունենք կանգնած թշնամուներ ու չկա, մեր օրենքը մեր արյունն է, Աստված վկա։ Երբ իշխանների մեր ժողը մենք ենք։ Բռունցքը վեր, մենք հակահայերի ճակատին ուղղված ենք ենք։ Բռունցքը վեր, մենք չունենք կանգնած թշնամուներ ու չկա, մեր օրենքը մեր արյունն է, Աստված վկա։ Մենք կատարվող գործողություն ենք, մենք իրական
փոփոխություն ենք Մենք միասին ենք աշխարհի ինելու Սերունդները քարե վերդի պես ամուր Եթե այն այքը, որը մենք ենք բերում Հայոց նոր պատմությունը մենք ենք կերտում Հզոր է հայացքի մեջ ուժը միասնության մեջ Հիշեք և կրկնեք միայն լույսի բանակ է վերջ Վերջակեք դիան մեծի կտակը Հայքը մերն է Հայքի զավակներն այստեղ են Հայը տերն է Լույսի բանակը հանուն հայացքի Հայազգը հանուն լույսի